իրանցում մարդիկ կառուցում են տներ, պետությունը տալիս է անհատույց 21 միլիոն դրամ տուն կառուցելու համար եւ մենք տեսանք մեր աչքի առաջ արդեն կառուցված եւ կառուցվող տներ։ Տեսանք հրաշալի դպրոց, տեսանք հրաշալի ճանապարհներ, տեսանք գեղեցկություն, ծաղիկներ, ել չասեմ բնության մասին, Տավուշի մարզի բնությունը դա դրախտ է։ Խոսեցինք եւ երեխաների հետ դպրոցում եւ ուսուցիչների եւ տնօրենների եւ իրենք ինչ են ասում, պարոն Բաբայան, ինչ են պատմում։ Այ ասացիք, ճիշտ բան ասացիք, որ 1 տարի առաջ այդ շահարկումները կար, որ իրանցում ոչ ոք չի մնալու, թշնամին եկել հասել է արդեն սահմանին եւ այսպես շարունակ։ Չէ, իրենք շատ հանգիստ են այդ տեսակետից, իհարկե իրենք որոշակի մտավախություն ունեին ժամանակին, իսկ ոչ ունի մտավախություն։ Մտավախություն ունեն բոլորը, որովհետեւ այսօրվա աշխարհում ոչ մի բան այսպես հաստատ միանշանակ կայուն չէ եւ որևէ միտեղ որևէ մեկը չի կարող ասել, որ նա ամբողջովին ուրեմն անվտանգության մեջ է գտնվում։ Բայց զգում ես թե մարդիկ ինչպես են կամաց ավելի ու ավելի վստահ ապրում